Ապրիլյան պատերազմ 9 տարի անց Հայաստանի իշխանությունների կողմից այսօր դասալիկ հայտարարված հայ զինվորը կռվում էր, ինչ փոխվեց 2020-ի պատերազմի օրերին։ Բաքվի օկուպանտը պարզ հասկացրել է, որ եթե Փաշինյանը չկատարի եւս երկու պահանջ, չի ստանա խաղաղության համաձայնագիր կոչված թուղթը։ Գերմանիայի նախագահը, որին մեծ ոգևորությամբ օրեր առաջ Երևանում ընդունել էին Փաշինյանը եւ նրա կինը, այսօր Բաքվում է եւ հայտարարել է, թե Բերլինը Արցախը միշտ է համարել ադրբեջանական։ Սյունիքի ուղղությամբ կրակոցների ֆոնին Բաքվի մեդիան ողողված է Հայաստանի դեմ մեղադրանքներով, եւ Ռուսաստանի պետդումայի падգամավոր Վիտալի Միլոնովը կարծում է, որ սա ագրեսիայի ակտ է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ու Փաշինյանը կարող է դիմել Հայաստանի իրական դաշնակիցներին։ Եվ Իրան, ինչ կլինի, եթե Իրանի տարածքում պատերազմ սկսվի եւ ինչ կլինի այդ պարագայում Հայաստանի հետ։ Միացյալ Նահանգներ Իրան առճակատման պարագայում որ կողմը կբռնի Երևանը։ Միացեք Alpha News-ի լրատվական ուղիղ եթերին բոլոր հարթակներում երեկոյան 9-ին։